Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կատարած ծառայողական քննությամբ պարզվել է հետևյալը. Ոստիկանության աշտարակի բաժնի պետի տեղակալը, մարզային վարչության պետի տեղակալը ու աշտարակի բաժնի պահպանության բաժանմունքի պետը հունիսի 18-ին ժամը 20:30-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում գալով ոստիկանության բաժին անհարկի վիճաբանության մեջ են մտել բաժնի աշխատակիցների հետ, քաշքշել, հնչեցրել վիրավորական արտահայտություններ, այսինքն իրենց գործողություններով արատավորել են ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը։ Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ոստիկանության պետի հրամանով նրանցից երկուսն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, երրորդին հայտարարվել է խիստ նկատողություն։ Ծառայողական մեկ այլ քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ տեսուչը, Արաբկիրի բաժնի պետի տեղակալը, նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը ու տեսուչը մի քաղաքացու հետ մայիսի 22-ի երեկոյան այցելել են զվարճանքի վայր, այցելել են համազգեստով, դրսևորել ոստիկանին ոչ վայել վարք։ Ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար նրանցից 3-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից, իսկ 4-ին հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս դեպքում էլ հաշվի է առնվել այն, որ նա արդեն իսկ զեկուցագիր էր ներկայացրել երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Երկու հրամաններն էլ հայտարարվել են ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ի գիտություն և ի խրատ։ Այն, ինչ հանդուրժվեց 12-13 թվականներին, 14 թվականին, չի հանդուրժվելու 15 թվական, մենք մտնելու ենք նոր որակական փոփոխության եկած։